Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Այս քանի օրերի ընթացքում տարբեր բաներ եմ տեսնում, տարբեր մարդկանց կողմից, ուրեմն ուղղորդված եւ ոչ ուղղորդված, կազմակերպված եւ գուցե չկազմակերպված, բայց ընդհանուր այսօրվա քաղաքական, ներքաղաքական գործընթացներում եւ իրենց տրամաբանության մեջ գտնվող ուրեմն քայլեր։ Ինչի մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանի շրջանակները կրկին եւ կրկին անցել են տեղեկատվական արշավի, Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի թիմի, տարբեր գործիչների, ուրեմն մասին տարբեր նյութեր տարածելով, տարբեր ինչ-որ բաներ գրելով, իհարկե ոչ դրական ուղղությամբ, շատ անգամ ֆանտաստիկայի ժանրից, շատ անգամ շատ վատ, ուրեմն լեքսիկոնով եւ հետաքրքիրը ինչն է, որ այդ ամեն ինչի մեջ նաեւ մտնում է իմ համեստանձը եւ ես երկու օր հետևում եմ, թե ոնց են Ռոբերտ Քոչարյանի կողմնակից հանդիսացող որոշ իբր վերլուծաբաններ կամ բլոգերներ կամ չգիտեմ ովքեր, ուրեմն իմ եւ Հովիկ Աղազարյանի վերջի բանավեճի վերաբերյալ ինչ-որ հատվածներ կտրում դնում եւ ամենավիրավորական լեքսիկոնով ինչ-որ բաներ գրում, փորձում ինձ վիրավորել կամ փորձում են ուրեմն վարկաբեկել եւ այլն։ Ու դա անում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի թիմը, դա անում է ոչ թե իշխանության թիմը, որին այսքան տարի մենք քննադատում ենք եւ պայքարում ենք, այլ անում է Ռոբերտ Քոչարյանի թիմը, որը ըստ իրավիճակի, այսպես ասած, դե ֆակտո եւ դե յուրե ունի մեծամասնություն ընդդիմության, որպես ընդդիմության ներկայացուցիչ խորհրդարանում։ Դա անում է մի մարդ, որը ձգտում է նորից իշխանության գալ եւ արդեն դրա մասին բացահայտ խոսում են։ Իրենց թիմակիցները պահում են իրենց նման ուրեմն ոճի մեջ եւ նման ձևով, այսինքն վարկաբեկիչ ինչ-որ բաներ են անում։ Այդ տեղեկատվական գրողները իրենց տելեգրամյան ալիքներում, եթե դուք տեսնեք, թե ինչեր են գրում, գուցե շատերը տեսնում եք, ինչպիսի վիրավորանքներ, զրպարտանքներ, ինչպիսի մեթոդների են իրենք անցել եւ ինչպես են աշխատում, ուղղակի կզարմանանք։ Մենք բոլորս զարմացած էինք մի ժամանակ, հիմա երկը զարմացած չենք։ Հիմա ընդհակառակ, հիմա մենք սպասում ենք դա, որովհետեւ իրենք չգիտես ինչի մտածում են, որ այս երկրում մենակ իրենք են։ Իրենք մտածում են, որ եթե ինչ-որ մեկը մի կարծիք է հայտնում կամ բանավեճ է անում կամ ինչ-որ բան է խոսում, իրենք անպայման մեջ պետքա մտնեն, այդ մարդկանց վարկաբեկեն, պախառակեն եւ չգիտեմ ինչեր խոսեն։ Այն ինչը իրենք խոսացել են եւ խոսում են երրորդ նախագահի մասին, բոլորդ գիտեք։ Եվ արդեն իրենց նույնիսկ չի հասնում իրենց տրամաբանության մեջ ենք չեմ պատկերացնում, որ դա իրենց դեմ է գործում։ Այսինքն իրենց PR-ը, իրենց այդ քարոզչությունը, իրենց ագիտացիան, Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը ավելի է իջեցնում, որովհետև իրենք զբաղված են ոչ թե իրենց ծրագրերից խոսելուց, իրենց գործերից խոսելուց, զբաղված են ինձ, մյուսին վարկաբեկելով կամ շատ անգամ ոչ հարիր եւ վիրավորական բաներ գրելով, մեզ փորձելով վարկաբեկել կամ վիրավորել, մի անլուրջ իրավիճակ է տիրում այդ մարդկանց մոտ, որը արդեն երևի թե դիագնոզ է, այսինքն սա ինչ-որ մի պահ չի, ինչ-որ մի դրվագ չի, իրենց մոտ դիագնոզ է մեզ վարկաբեկելը, դիագնոզ է ինչ-որ բաների վրա չարախնդալը, հասկանում ենք, այդ մարդիկ ուղղակի չունեն, ոնց ասեմ, էլեմենտար հասկացողություն, որ այդ քայլերն ու այդ մոտեցումները միայն իրանց են վնասելու, եւ այսօր, եւ 2026 թվականին, եթե իհարկե այդ ժամանակ գնան ընտրությունների։ Ինչ ասեմ, ես էլ եմ ասում, ուղիղ կոչ եմ անում ձեզ ու ձեզ եմ դիմում, այդ բլոգերներ կամ չգիտեմ քաղաքագետներ կամ լրատվականներ, ովքեր դուք այդ ցածր մակարդակի ինչ-որ բաներ եք գրում, փորձում եք իբր թե մեզ վարկաբեկել կամ բան անել, Գիտեք ոնց, ես չեմ խուսափել երբևիցե բանավեճերից, չեմ խուսափում եւ այսօր։
Շատ մարդիկ կան, որ ստատուս գրելուց Facebook-ում միայն այդքանով իրենց սահմանափակվում է իրենց քաղաքական կարծիքը։ Մեր կարծիքները տենց չի եւ մենք ամեն անգամ էլ փորձում ենք դեմարդեմ մարդկանց ասել են, ինչ որ մտածում ենք, բայց երբեք եւ երբեք մարդկանց անձը իրենց վիրավորական կամ ինչ որ բան ասելը չենք ընդունում եւ չենք ընդունել։ Ընդհանրապես մեր գործելավոճի մեջ չկա նման բան, որ մենք ընդունենք, որ կարելի է մարդուն վիրավորել, անձնական վիրավորանքներ հասցնել իր քաղաքական գնահատականների շուրջ։ Իսկ դուք փաստորեն այսօր արդեն ձեր դիմակը պատրել եք եւ ցույց եք տալի, որ ընդհանրապես դուք այդ մարդն եք, այսինքն ձեր նման մարդկանց իշխանություն տալը եւ ընտրելը, հա, բերելու է աղետի ներքաղաքական կյանքում, որովհետեւ դուք չունեք հանդուրժողականություն, դուք չունեք լսելու, ինքնակննադատություն լսելու կամ քննադատվելու որևէ հնարավորություն։ Դուք ապրում եք միայն ձեր հնարած աշխարհի մեջ եւ ձեր հնարած աշխարհում կաք միայն դուք, բայց սա ձեր հնարած աշխարհը չի, հարգելի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ։ Սա ձեր հնարած աշխարհը չի։ Սա մեր բոլորի երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մենք բոլորս հավասար իրավունքներ ունենք եւ ունենք այդ իրավունքները խոսելու, պայքարելու եւ ձգտումներ ունենալու։ Եվ ոչ մեկս կրակը չենք ընկել ձեր ձեռքը։ Եվ այս ժողովուրդն էլ կրակը չի ընկել ձեր ձեռքը, որ դուք 2021 թվականին գնում եք կրելու, բայց օր ու արև չտալու եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, բայց այսօր լավ էլ նստածեք ու հələ մի բան էլ հրաժարվում եք իմպիչմենտի գաղափարից։ Համարում եք դա անլուրջ, համարում եք անլուրջ մասնակցել իմպիչմենտին։ Բայց շատ լուրջ եք համարում ձեր Telegram ալիքներին, ամենայն դեպս ձեզ սպասարկող Telegram ալիքներին մեզ վարկաբեկել կամ վիրավորական նյութեր տարածել եւ այս ասում եմ ես վերջին ամանավանդ, հա, բանավեճից հետո, երբ որ դուք այդ հատվածները կտրում եք եւ տարածում եք իբր, որ ինձ ասում են աչքի թայը կհանեն, ու դուք դա ներկայացնում եք որպես մեծ ձեռքբերում Հովիկ Աղազարյանի կողմից կամ, չգիտեմ, կարող է մի ուրիշ մարդ լիներ, դա ընդհանրապես կարևոր չի, ու դուք դա դարձնում եք ձեր քարոզչական զենքը, որ տեսեք, ինչ ասեց կամ ինչ արեց, ասեք թե ասեց, ես էլ իմը ասեցի, եւ ինչ դրանից օրինակ, այդ որ այդ նյութերը տարածում եք եւ նման բաներ եք գրում, դուք դրանով գիտեք մարդ եք դառնալու կամ չգիտեմ ինչ-որ բան եք շահելու կամ ինչ-որ բաներ եք հասնելու, ոչ, դուք ընդհանրապես զրոյանալու եք նորմալ մարդկանց աչքերում։ Իսկ ձեր կողմնակիցների եւ ձեր նման մարդկանց շրջապատում, պարզ է, չէ, դուք ով եք։ Դուք այն մարդիկ եք, ով որ դուք լայքում եք, դուք ուրախանում եք, դուք ասում եք, դուք խոսում եք։ Հələ դուրս եկեք ժողովրդից հարցրեք ձեր մասին ինչ են խոսում, դուրս եկեք ժողովրդից հարցրեք, թե ձեր առաջնորդների մասին ինչ են խոսում, հետո նոր մտածեք ուրիշներին ինչու մեղադրեք կամ փորձեք իբր աչոկներ հավաքել կամ ձեզ լավը զգալ։ Ասեք մի քիչ է ձեզ լավը զգացի, 2026 թվականի ընտրություններից հետո եք ձեզ լավը զգալու։ Գուցե լավ կզգաք, եթե նորից պահպանեք ձեր մանդատների քանակը եւ դառնաք էլի առաջատար ընդդիմություն խորհրդարանում, բայց վստահեցնում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում սերնդափոխություն։ Հայաստանի Հանրապետությունում անհնար է գալ նորից նույն հին մեթոդներով, նորից ինչ-որ բաներ փորձել անել։ Դուք ընդդիմություն լինելով հանդերձ չեք կարողանում հանդուրժել այլ ընդդիմադիրների կարծիքներ։ Դուք ընդդիմություն լինելով հանդերձ չեք կարողանում հանդուրժել այլ քաղաքական գործիչների։ Ձեր այդ պաշտամունքը, որը ձևավորվել է ձեր մոտ, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է եւ դուք դրանով ոչ մի հաջողության չեք հասնելու։ Դրա համար եւս մեկ անգամ ասում եմ, ձեզ ոչ բանի տեղ դնող կա, ոչ էլ ձեր այդ գրառումները կամ բաները ինչ որ դեր են խաղում։ Ուղղակի քանի որ այս արշավը սկսված է տեղեկատվական, ոնց որ ես սկզբից ասացի, ոչ միայն իմ, այլ նաեւ մեր ընդհանուր, հա, այն գործիչների նկատմամբ եւ առաջին հերթին կարող եմ ասել երրորդ նախագահի նկատմամբ, որ իր վերջի հարցազրույցից հետո որոշ շրջանակներ ընկել են ցնցումների մեջ եւ շատ ծանր են տանում դա։ Ինչ ասեմ, դուք էլ կարողացեք այնպիսի օրակարգ ձևավորել, որ ձեզ մարդիկ լուրջ ընդունեն։ Դուք էլ կարողացեք ունենալ լուրջ մարդկանցով ձևավորված թիմ,
Դուք էլ կարողացեք ձեր ծրագրերը ներկայացնել, բայց դուք զբաղված եք ընդամենը մի բանով. առավոտից գիշեր, մինչև ուշ գիշեր նույնիսկ, ձեր Telegram ալիքներով, ձեր ֆեյքերով, հա, տարածել ինֆորմացիա եւ